Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը անվավեր ջանցվեցավ։ Կոմանդոսի ծննդյան օրն էր։ Կհիշենք Արկադի Տեր-Թադևոսյանի ռազմական ժառանգությունը։ Բեյրութի մեջ քաղաքական աշխատավորները գաչակցին բادرազմեն դուշած համայնքներուն։ Իսրայելյան վարչագահը կխոստանա սաստկացնել Լիբանանի դեմ գործողությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցուց Իրանի հարավին, Կատարի մեջ ընթացող բանակցություններով խորաբատկերին։ Անձրևներն յետ փոխված է Վանա լիճի ապամերձ կոդիի գույնը։ Արևելյան Հայաստանը Արցախի հագամարտության ընթացքին ՀԱԲԿ-ին օգնություն չէ խնդրած։ Վանա լիճի միկրոբիալիտները գրնան ներառվել Գինեսի ռեկորդներու գիրքին մեջ։ Արևելյան Հայաստանի վարչական թադարանին հրաբարացած վերջին վճիռը լայն արձագանք առաջացուց քաղաքական եւ իրավական շրջանակներու մեջ։ Թադարանը բավարարեց Արևելյան Հայաստանի գլխավոր թագազության հայցը եւ անվավեր ջանցավ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի pedagogan գրանցումը։ Փաստաբան Ռոման Երիցյան դեղի ունեցածը բնորոշեց որպես պատմական խայդարագություն, շեշտելով թե թադարանը հրաժարած է Արցախի Հանրապետությունը ներգրավել գործին մեջ որպես երրորդ կողմ։ Ան նշեց, թե ասիգա իր իրավապանական գործունեության ընթացքին հանդիպած ամենահիմն եւ անհետեթ թադական որոշումներն մեկն է։ Երիցյան հայտարարեց, որ որոշումը պիտի փոխարկե Արևելյան Հայաստանի վերակնիչ վարչական թադարանին մեջ։ Այս թադական զարգացումը նոր քննարկումներու արի դարձած է Արցախի իրավական եւ քույքային իրավունքներու շուրջ, հարաճ բերելով բազմաթիվ հարցադրումներ հասարակական եւ քաղաքական դաշտերուն մեջ։ Մայիս 22-ին ծնած է հանրահայտ զորահրամանատար Արցախի բادرազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյան կոմանդոսը, որ հայկական ռազմական պատմության մեջ մնացած է որպես բացառիկ ռազմավար եւ գազագերբիչ։ Արկադի Տեր-Թադևոսյան հայտնի է Արցախի բادرազմի ընթացքին իր վճռական դերակատարությամբ, հատկապես 1992 թվականի մայիսին իրականացված հարսանիք լեռներու մեջ ռազմական գործողության գազագերման եւ ղեկավարման համար, որ հանգեցուց Շուշիի ազատագրման։ Անոր ղեկավարությամբ իրականացված գործողությունները կհամարվին բادرազմի կարևոր շրջադարձային բահերեն մեկը, իսկ անոր ռազմավարական մտածողությունը հայկական զինվորական արվեստի նշանակալի օրինակ։ Կոմանդոսի անունը մինչև այսօր ալ գխորհրդանշե գազագերբվածություն, կարգաբահություն եւ հայրենիքի պաշտպանության ուղղված անսասան կամք։ Բեյրութի մարտաշատ կետրոններեն մեկուն մեջ քաղաքական գամավորներ սնունդ կպատրաստեն օգնելու իսրայելյան վարչագահ Հեզբոլլահ հագամարտութենեն դուժած մարդոց։ Կպատրաստվին աբուր եւ աֆրիկյան ավանդական ուտեստներ, որբեսի սնունդը հասնի գարեկավորներուն։ Լիբանանի քաղաքական աշխատավորները, որոնք հաջող առաջինը կդուժեն ճգնաժամերեն, այս անգամ իրենք օգնություն կկազմակերպեն, աջակցելով թե իրենց համայնքին, թե դեղահանված լիբանանցիներուն։ Մարդիկ կետրոններ կժամանեն սնունդի դուպեր եւ դակ ճաշ ստանալու համար, մինչ կամավորները անդադար աշխատին։ Կամավորներեն մեկը նշած է, թե եթե իրենք չօգնեն, ուրիշ ոչ ոք պիտի օգնի։ Անոր գազագերբությունը վերջին շաբաթներուն աջակցած է շուրջ 1500 գամավորի եւ շահարուի, հիմնական Եթովպիայեն, Քենիայեն եւ այլ երկիրները եկած մարդոց։ Բեյրութի այս շրջանի մեջ Ֆիլիպիններեն Մայրը Արակոն իր խումբին հետ ամեն օր շուրջ 150 դակ ճաշ կպատրաստե դեղահանվածերուն եւ գարիկավոր ընտանիքներուն համար։ Հագարակ սահմանափակ միջոցներուն քաղաքական համայնքները կշարունակեն գազագերբել սնունդ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության իրեր մեղմացնելու բادرազմի ծանր հետևանքները։ Իսրայելյան վարչագահի վարչապետ Բենյամին Նեթանյահու հայտարարեց, թե իսրայելյան ուժերը պիտի ընդլայնեն Լիբանանի մեջ իրականացվող ռազմական գործողությունները։ Տելեգրամի միջոցով հրաբարակված տեսանյութի մեջ անշեշտեց, թե բادرազմը Հեզբոլլահի հետ կշարունակվի եւ բանակը ոչ միայն պիտի չմեղմացնե ճնշումը, այլ պիտի ավելցնե հարվածներու ուշքունություն ու ծավալը։ Հայտարարությունը հնչեց հագարակ անցյալ ամիս Լիբանանի հետ ցերկ բերված եւ վերջերս երկարաձգված հրադադարի համաձայնության։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդեց, թե իրավիճակի սրացումը խոճապ առաջացուցած է եւ բազմաթիվ բնակիչներ լքած են Բեյրութի հարավային արվարձանները, որոնք կհամարվին Հեզբոլլահի ասեցության հիմնական կետրոններեն։ Սրացումը դեղի ունեցավ նաեւ Լիբանանի ազատագրության օրվան ընթացքին, որ կհիշեցնե 2000 թվականին իսրայելյան զորքերու դուրս բերումը երկրի հարավեն 18-ամյա բռնակրավում ետք։ Միևնույն ժամանակ կշարունակվին ամենօրյա հարվածները Թյուր եւ Նաբադիե շրջաներուն մեջ, ուր վնասված են բնակելի շենքեր եւ շիայական համայնքային կետրոններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու զինված ուժերը հայտարարեցին, թե հարվածներ իրականացուցած են Իրանի հարավը գտնվող թիրախներու դեմ այն ժամանակ, երբ Կատարի մեջ կշարունակվին բանակցություններ Թեհրանի պատվիրակության մասնակցությամբ։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը նշեց, թե գործողությունները իրականացված են ինքնապաշտպանության նպատակով ամերիկյան ուժերը պաշտպանելու Իրանի սպառնալիքներեն։
Կապիտան Թիմ Հոքինզի համաձայն թիրախներուն մեջ եղած են հրթիռային գայաններ եւ իրանական նավեր, որոնք փորձած են ագաններ դեղատրել ծովուն մեջ։ Ան նաև ավելցուց, թե ԱՄՆ-ն կշարունակե պաշտպանել իր ուժերը միևնույն ժամանակ պահպանելով զսպվածություն ընթացող հրաթաթարի պայմաններուն մեջ։ Մինչ այդ իրանական աղբյուրներու համաձայն Իսլամական հեղափոխական պահապաններու կորպուսը նախապես հարվածած է նավը ամերիկյան գործողություններեն առաջ։ Վերջին օրերու առատ անցրևներուն եւ ցյունի հալոցքին հետևանքով բարձրացած է Վանա լիճ թափվող քեդակներու ջուրի մագարտակը։ Հատկապես հիդրոէլեկտրագայանի մոտակայքին ջուրի ուժեղ հոսքը փոխած է լիճի ափամերձ տեսքը։ Բադոր քաղցրահամ ջուրերուն լիճ բտնող հատվածի մեջ գոյացած է արդասովոր շերտը յուրահատուկ գույնային փոփոխություններով։ Լիճի որոշ մասերը ստացած են սրճագույն երանգ եւ ընդհանուր տեսարանը դարձած է ավելի մուգ։ Վանա լիճի ներկա վիճակը նկարահանված է անօտաչու թռչող սարքով, ներկայացնելով հետաքրքրական եւ անսովոր պատկերմը։ Արցախի հագամարտության ընթացքին հայկական կողմը ՀԱՊԿ-ին օգնություն չէ խնդրած։ Այս մասին լրագրողներուն հայտարարեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու։ Արևելյան Հայաստանի կողմէ այդ հագամարտության ընթացքին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ովևէ թիմում չեղած ըսավ Շոյգու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդներու քարտուղարներու կոմիտեի նիստեն ետք։ Վանա լիճի խորքերուն մեջ գտնվող եզակի միկրոպիալիտներուն, որոնք հայտնի են որպես ստորջրյա հեքիաթային ձղնելույսներ, Գինեսի ռեկորդներու քիրքին մեջ ընդգրկելու թիմում ներկայացված է։ Միկրոպիալիտներեն ոմանք կհասնին մինչև 40 մետր բարձրության, իսկ թիմումը անցած է նախնական շրջանը եւ այժմ կգտնվի գիտական գնահատման երկրորդ հանգրվանին մեջ։ Մասնակիցները կնշեն, թե Վանա լիճի միկրոպիալիտները աշխարհի ամենահետաքրքրական ստորջրյա գոյացումներն են եւ շատոնց գիտական հանրության ուշադրության կենտրոնը կգտնվին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։